Հիմա ուղղակի գիտեք հարցը ինչումն է։ Ես ինչ են սենց խառնվել, ես սենց բան չեմ տեսել։ Հավատացեք, այդ կան ընտրությունների ենք մասնակցել, ես այս ձևի, հետո չեմ տեսել, որ այդ կան անպատկար այդ երդասարտները դրանց, հարկանք չունեն մեծերի նկատմամբ։ Դրանց պատգամավորների խոսույթը, դրանց խոսակցականը, քաղաք կառուցը, ես մեկ-մեկ զարմանում եմ, քսամարա, ես ինչ եմ արել սրանց, ինչի են սրանք պես տարակվում։ Ես բացի լավից, բացի մարդկանց օգնելուց, բացի տերեղնելուց, ես մի հատ անշնորհ, մի հատ կեղտոտ բան չեմ արել։ Սրանք ինձ են ներկայացրել, որ ոնց որ մենք մարտակեր ենք, չգիտեմ ինչ են։ Ես ուղղակի զարմանում եմ, ինչի համար են էս նմանատիպ երգիր չի կառուցվի։ Եթե այս սկզբունքը կա, ամեն մեկին տվել են մի հատ ինչ-որ լրատվական բան են բացել, հետևները նստել են, փողերը տալիս են, կոմենտներ գրողները, սրանց այլասերված կոմենտ գրողներին նայեք։ Հիմա նայում ես, հիմա նայել ենք, վերլուծել ենք, հանել ենք, թե ովքեր են ԿՊ-ական, ովքեր են նախկինական, հանել ենք դրանց կոմենտ գրողների անուն ազգաններով բռնած գիտենք, որս մի խոսք ենք ասում, շամպես կադաղած, շամպես հարձակվում են մարդկանց վրա։ Այս ձևի եք երգիրը պահում։ Դուք դնում ձեզի փոխեք, էլի։ Ձեզի փոխեք, մաքուր եղեք, ճիշտ եղեք։ Ճիշտ ապրեք, կտեսնեք, որ ավելի շատ լավ կլինի, քան թե այս ձևի դիվական ձևով ապրելակերպը փոխեք։ Այս դիվական ապրելակերպը մինչև չփոխեք, մեկ է ձեր վերջը երկար չի լինելու, անհնարին բան է։ Տեսեք, հեքիաթներով եւ աշխարհում ամեն ինչ միշտ չարի վերջը եկել է, որովհետեւ Աստված բարի է։ Այդքան բան։